Նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին ոստիկանը չի մոռանում իր ծառայողական պարտքը։ Փողոցում լինի թե հասարակական տրանսպորտում, անձնական մեքենայով, թե հետիոտն միշտ զգոն է ուշադիր, ինչի շնորհիվ էլ կարողանում է ժամանակին բռնել հանցագործի ձեռքը։ Մայիսի 3-ի երեկոյան այդպես էլ եղել էր։ Կորյունի փողոցում անհայտ անձը մոտեցել էր երկու աղջիկների, հափշտակել նրանցից մեկի պայուսակն ու դիմել փախուստի։ Իր հանգստի ժամին փողոցով անցնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողի աչքից չէր վրիպել ոչ միայն կատարվածն, այլև որ կողոպտիչը մենակ չէ։ Կորյուն Նալբանդյան խաչմերուկով անցնելիս նկատեցի իրար անցում։ Երկու աղջիկ բղավում էին բռնեք, իսկ 3 երիտասարդ փախչում էին տարբեր ուղղություններով։ Նրանցից մեկի վերնաշապիկի տակ ինչ-որ բան կար թաքցված։ Հետապնդեցի նրան, բռնեցի, պարզվեց, որ շապիկի տակ թաքցվածը աղջիկներից մեկի պայուսակն էր։ Մյուս երկուսին պետական պահպանության գլխավոր վարչության մի աշխատակից քաղաքացիների օգնությամբ բռնել էր։ Վերջիններից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Բաժանմունք հրավիրվեց նաև տուժողը, պայուսակում դրամապանակից բացի նաև երկու բջջային հեռախոս էր եղել։ Ոստիկանները ճշտեցին երիտասարդների ինքնությունը, Նարեկ Սարգսյանն էր 16-ամյա երկու ընկերների Գառնիկի և Յուրայի հետ։ Երեքն էլ Երևանից են, իսկ մտահղացում ըստ Նարեկի իրենն էր։ Հերացու փողոցում նկատել էր աղջիկներին, ընկերներին հայտնել մտադրությունն ու թեև նրանք չէին համաձայնել, Կորյունի փողոց հասնելուն պես Սարգսյանն անակնկալի էր բերել թե անցորդ աղջիկներին, թե ընկերներին։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի հատկանիշներով կողոպուտ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 64-ը, կողոպուտի 3 դեպքից 2-ը։ Բացահայտվել է գողության 18, խարդախության 10, յուրացման, խուլիգանության և գույքի դիտավորության ոչնչացման մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 2-ական դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում։ Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, 28 վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 65 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար։ Մայիսի 5-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև press@shnik.police.am, քարտուղարություն shnik.police.am էլեկտրոնային հասցեներին։